Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Տիկին Մանուկյան, դուք բավականին ակտիվ եք ֆեյսբուքյան հարթակներում, այս օրերին նաև տարբեր անձինք աջակցեցին Ծառուկյանին, բայց եղան նաև նրանք, որոնք նախընտրեցին լռությունը ինչ-ինչ շահերից ելնելով։ Դուք որպես Ծառուկյանի աջակից, նրա զինակից, այսպես ասած, ինչպես եք վերաբերվում այս մարդկանց։ Իրականում գիտեք, ես ուզում եմ հիմա ամենաառաջինը շնորհակալություն ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են պարոն Ծառուկյանին։ Իհարկե պարոն Ծառուկյանը այսօր եւ ոչ միայն պարոն Ծառուկյանը, նաեւ մենք, ամբողջ հանրությունը, ամբողջ Հայաստանը, հայ մարդը թիրախում է, որովհետեւ առերեսվում է անբացատրելի անարդարության հետ, ու ես ուզում եմ շնորհակալություն ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեղան, ովքեր թե իրենց գրառումներով, թե նամակներով, զանգերով, լայվերով մեր կողքին եղան, իսկ բոլոր նրանք, ովքեր, չգիտեմ, վախից կամ իրենց ինչ-որ ավելորդ զգուշավորությունից լռեցին, ես ուղղակի կասեմ, որ թող Աստված պահապան լինի իրանց եւ թող իրանք սպասեն Աստծո խոսքին, ինչի, որովհետեւ գիտեք, ամենաառաջինը պետք էր պարոն Ծառուկյանի կողքին լինել, ոչ թե որպես կուսակցության նախագահ, որպես ՀԱՕԿ նախագահ, այլ որպես մարդ, ով տարիներ շարունակ ամեն հնարավորն ու անհնարը արել է մեր երկրի համար, թե մեր երկրում, թե մեր երկրի սահմաններից դուրս։ Ես ուզում եմ, որ Աստված օգնական լինի այդ մարդկանց ու չարությունը մարդկանց մեջից դուրս գա։ Պարոն Ծառուկյանը միանշանակ մենք եւս այս ամեն ինչը հաղթահարելու ենք։ Պարբերաբար պարոն Ծառուկյանը եղել է թիրախավորված, պարբերաբար ունեցել ենք նմանատիպ դժվար իրավիճակներ, Աստծով հաղթահարել ենք եւ վստահաբար եւս մեկ անգամ հաղթահարելու ենք, դա չի քննարկվում։ Ծառուկյանը էլի մնում է Ծառուկյան, իսկ նմանատիպ միջադեպերը մենք օգտագործում ենք նաեւ միջոց, որպեսզի հասկանանք, թե ովքեր մարդ մնացին, ովքեր ոչ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Շնորհակալություն։